Եվրոպական գործիչների հետ թանկարժեք ճաշկերույթների մասնակցող եւ Եվրամիության անդամ դառնալու թեկնածության հայտի թաքուն փափագ ունեցող ԿՊԱ-ականները շարունակում են հարվածներ ստանալ նույն եվրոպական կառույցների կողմից։ Ինչպես հայտնի է, Եվրոպական միության անդամ երկրները այս տարի որոշեցին Հայաստանին տրամադրել 100 միլիոն եվրո ոչ մահաբեր ռազմական աջակցություն Եվրոպայի խաղաղության հիմնադրամից, սակայն Հունգարիան վետո դրեց այդ որոշման վրա։ Արդյունքում Հայաստանը ոչինչ չստացավ։ Այս առիթով Ժողովուրդ օրաթերթը մի քանի հարցեր ուղղել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին պարզելու արտաքին գործերի նախարարությունը ինչ քայլեր է ձեռնարկում այս հարցով։ Հունգարիայի հետ առաջացած խնդիրները հաղթահարելու եւ հատկացված միջոցները հնարավորինս շուտ ստանալու համար ինչ արդյունքներ կան։ Հարցրել էինք նաեւ, թե Հայաստանի Հանրապետության դեսպանության վերաբացումը Հունգարիայում ինչ կերպ է ազդել հայ-հունգարական հարաբերությունների վրա եւ ինչու չի հաջողվում Հայաստանի Հանրապետության դեսպան Հայկակ Աշամյանին այս հարցում հասնել շոշափելի արդյունքների։ ԱԳՆ-ի Ժողովուրդ օրաթերթին տվել են ընդհանրական ոչինչ չասող պատասխան։ ՀՀ-ԵՄ համագործակցության հիմքում ընկած են բազմաթիվ նախաձեռնություններ եւ ծրագրեր, որոնց իրագործման համար շարունակ ներդրվում են երկուստեք ջանքեր։ Դրանց թվում են նաեւ Եվրոպական խաղաղության գործիքի ներքո Հայաստանին տրամադրվող աջակցությունը, որը ունի կարևոր նշանակություն եւ որի շուրջ քննարկումները շարունակվում են ինչպես ՀՀ-ԵՄ, այնպես էլ ՀՀ-ԵՄ անդամ պետությունների, այդ թվում եւ Հունգարիայի հետ երկկողմ ձևաչափով։ Այսինքն որևէ արդյունք չկա, շոշափելի հանգուցալուծում չկա խնդրի կապակցությամբ, գործադրվում են ջանքեր, իսկ այդ ճանապարհին 2025 թվականն անցնում է եւ Հայաստանը փաստացի զրկվում է 100 միլիոն եվրո աջակցությունից։